Մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ բողոքի դուրս եկած եւ ընդվզումներին մասնակցած 4 շարքային քաղաքացիների նկատմամբ։ Երկուսին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 327-րդ եւ 486-րդ հոդվածներով, այն է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգություններին մասնակցելու հատկանիշներով։ Մյուս երկուսին մեղադրանք առաջադրվի առաջիկա ժամերի ընթացքում նույն հոդվածներով։ Քննչական կոմիտեից Եվրոմեդիա 24-ի հարցմանի պատասխան հայտնել են, որ ավելի ուշ կտրամադրեն պաշտոնական հաղորդագրություն։ Քաղաքացիները, ովքեր փորձել են պաշտպանել իրենց ընտրած քաղաքապետին, այժմ կանգնած են քրեական հետապնդման վտանգի առջև։ Գյումրեցիների խոսքով կալանքի որոշումներով իշխանությունները փորձում են վախ տարածել Գյումրիում եւ սանձել հնարավոր ընդվզումներն ու թույլ չտալ, որ նոր հավաքներ ու գործադուլներ կազմակերպվեն։ Մանավանդ, որ այսօր առավոտից Գյումրիում գործադուլ անելու մասին տեղեկություններ էին տարածվում։ Նշենք, որ հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան Գյումրու հայտնի դեպքերից հետո 33 շարքային քաղաքացի է ձերբակալվել կարմիր բերետավորների հետ տեղի ունեցած բախումներից հետո, ընդ որում ձերբակալվածների թվում 2 անչափահաս կա։ Այսօր քննչական կոմիտեն հայտնել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 33 քաղաքացի, որոնց շարքում կան նաև համայնքային կոմունալ ծառայության աշխատակիցներ, այդ թվում կոմունալ ծառայության պետը։ Հիշեցնենք, որ նախօրեին կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Դատարանը խափանման միջոցի հարցը քննել է ողջ գիշեր, որոշումն ընդունվել է առավոտյան։ Ղուկասյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նույն գործով 1 ամսվա կալանք է տրվել նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։